նախ ներկայացեք, մի փոքր առաջ գնաք։ Ես Նիկոլ Աղբալյանի դպրոցական ընկերներից են, իմ աղջկա Դավիթ Միքայելը, ինչ ասեմ, շատ լավ տղաներ են, զույգեր են, իրար լրացնում են, ահավոր խելացի, կրթված, մի անգամ չեմ տեսել այդ երեխեքից անդասիրակ ինչ-որ բան, իրանց մաման, իրանց ընտանիքը, մի խոսքով նենց մարդիկ են, որ ուզում ես, որ քո երեխեն իրանց հետ ընկերություն անի, ոչ թե ինչ-որ անհասկանալի մի հատ վիդեոյի մեջ տեսնես։ Այսինքն դուք չեք հավատում, որ Չէ, ես չեմ հավատում։ Մեկը պատրաստվում են իրոք հարվածել։ Չէ, այդ անհնարին է, ես նույնիսկ որ ինձ ասեցին, ես հենց սկզբից չեմ հավատացել։ Նույնիսկ որ նայում եմ, ասում եմ կարող է նմանացնում են ինչ-որ։ Իմ համար այդ անհասկանալի է։ Ուղղակի երևի սխալ պահին սխալ տեղում են երեխեքը հայտնված եղել, որտեվ ու հետո մի քիչ կարելի է այդ կոմենտների բաների վերջ տալ, երեխեք են վերջապես։ Նոր լրացած 18 տարեկան այդ երեխա են իրանք։ Ես էլ ունեմ երեխա, իմ երեխու հետ էլ եմ խոսում, տենում եմ, էլի, այդ ինչ-որ չար վատ մտքեր չկա։ Բայց ՀՊ պատգամավորը մասնավորապես Լուսինե Բադալյանը նշել էր, ինչպես է ստացվում, որ հենց խոսքը Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, սկսում են առողջական խնդիրներ ունենալ։ Իրենք մտածում են, որ դա կազմակերպված։ Ես չեմ կարող ասեմ, իրանք ինչ են մտածում, ես իմ կարծիքն եմ ասում, ես գիտեմ, որ երեխեքը ոչ մի տենց բաների մեջ չկան, նույնիսկ իրանց մաման սոցիալական կայքերում չկա, ասեմ ավելին, էլի։ Բա չունի ինքը, ուղղակի չի զբաղվում, չի հետաքրքրվում, ինքը իր ընտանիքը, իր երեխեքը նույն ձևերը երեխեքին է դաստիարակել։ Ու ասեմ, շատ շատերը կերազեն տենց տղաներ ունենային։ Հիմա մանավանդ տղերի մեծ մասը շատ անդաստիարակ են, թե ծնողների, թե մյուսների նկատմամբ։ Իսկ իրանց երեխեքը լրիվ ուրիշ ձևի դաստիարակություն է, որտեվ կրթված են, ինտելեկտ ունեն, էլի կոպիտ ասած։ Ծնողների հետ խոսել եք, հոգեբանական ինչ վիճակում։ Դե ասեցին Դավիթը լավ չի, հոգեբանական ծնողները մաման լավ չի, ես երեք վիդեոների մեջ տեսա, ամբողջ օրս փչացավ, անընդհատ զանգում էինք, բայց դե պարզ է, ինքը չի պատասխանի, սենց ասեմ, վիդեոներով էինք իմանում ամեն ինչ, բայց շատ վատ վիճակի մեջ եմ անում։ Կոնկրետ տանջվում ես, ես ին վրա եմ վերցնում։ Ասենք բոլորը կարան իրանց վրա վերցնում, եթե երեխա ունես, պիտի անհանգստանաս, որ կարա տենց բան լինի։ Օրը ցերեկով գնաց եկեղեցի, մեկ է խնդրի մեջ ընկնես, մանավանդ որ դու կապ չունես այդ ամեն ինչի հետ։ Մի քիչ տարօրինակ է, էլի։ Օրինակ, որպես քաղաքացի, ինչպես կստակ եւ դուք եկեղեցում մասնակցում եք պատարագի, ուշացած մտնում են, սկսում են ամրապահել անվտանգության աշխատակիցները, ձեզ հրել, խանգարել, որպեսզի ճանապարհ Ես շատ ուրիշ ձև կարող եմ զգամ, բայց ես չեմ ցանկանում հիմա իմ մասին խոսամ, որովհետև չեմ եկել ես իմ մասին խոսելու, կոնկրետ Դավիթ Միքայելի մասին ինչ որ ասեցի, դա ճիշտ է, ուրիշ բան չկա իրանց մասին ասելու, մենակ լավ բաներ կարանք ասեն։ Այ տեսեք, ասում են ընտանիքով են եղել պատարագի, իսկ հնարավոր է որ Թիկնազորի անդամներից մեկը տղաների մորը այդ հրմշտոցի ժամանակ կպել է, բորբոքվել են տղաները։ Շատ հնարավոր է, ես այնտեղ չեմ եղել, բայց հնարավոր է։ Որտեվ տաքարում տղաներ են 18 տարեկան, մի հատ բոլոր 18 տարեկանի հետ էլ մի հատ փորձեք մի քիչ կոպիտ խոսեք կամ մի քիչ ձայն իմ աղջկա հետ ես որ մի քիչ սուր բանով եմ խոսում, արդեն ամեն ինչ մեր տանը փոխվում է։ Բա տղաների մասին ինչ կարելի է ասել։ Այդ պահերը պետք է հաշվի առնել ինձ թվում է։ Իսկ ամեն դեպքում դուք կարծում եք հուզական ֆոնի վրա եղել ինչ է եղել է քաղաքական ու ես չեմ կարծում, ես ինչ տենց ահավոր բան է եղել, որ դարձել են սենց մեծ պատմություն։ Ու ինչ ասես գրում են, այդ մի քիչ ամոթ է, իսկականից ամոթ է։ Շնորհակալություն։ Երեխեքի համադասարանցիներն են, եթե կուզենան երեքներն են, բայց եթե չափահասն ու ծնողները իրենք